Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի փակ տարածքում հատուկ երկաթյա պահարաններում է զտեղված 2014 թվականի հունվարի 17-ին Հայաստանի, Մեղրիի մաքսակետում Հայաստանի տարածքով տարանցիկ դեպի Վրաստան ուղևորվող բեռնատարի թափքից առգրավված 850 կիլոգրամից ավելի հերոին տեսակի թմրամիջոցը։ Հիմա ձեր ներկայությամբ կբացենք պահեստը, կստուգենք պահեստում գտնվող չերկիզվող պահարանների կնիքների ամբողջականությունը, կհամոզվենք, որ դրանք խախտված չեն, կնիքված են ազգային անվտանգության ծառայության եւ փորձագիտական կենտրոնի կնիքներով, այնուհետեւ թմրամիջոցը կտեղափոխվի Արարատի մարզում գտնվող ցեմենտի գործարանի տարածք եւ այնտեղ գործող վարարների միջոցով նշված հերոինը կայրվի։ Գրեթե 1 տոննա կշռող հերոինը հայտնաբերել էր ֆինանսների նախարարության նախաբաց թողումային վարչությունը։ 927 կիլոգրամ հերոինի քաշը հետագայում դարձել էր 850 կիլոգրամից մի փոքր ավելի, ինչպես բացատրում է քննիչը, տարբերությունը հիմնավորված է։ Սկզբնական կշռման եւ հետագա նետո բրուտո քաշերի տարբերությունը հենց առաջացել է այս 47 փաթեթների այսպիսի փաթեթավորման հետևանքով, որոնց մեկը առնվազն 1.5-ից 2 կիլոգրամ քաշ է կազմում։ Ինչպես նշում են իրավապահները, Հայաստանի վերաքննիչ դատարանի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո բռնագրաված թմրանյութը ենթակա է ոչնչացման։ Դրա համար այն հատուկ ուժեղացված պահպանությամբ տեղափոխվում է Արարատի ցեմենտի գործարան։ Փորձագետների կողմից նախկինում սկզբնական արդյունքներով փորձաքննությունը իրականացվել է եւ իրենց կողմից այդ մետաղական արկղերը կնիկված էր եւ մեր քննող քննիչների կողմից։ Դուք նկատեցիք, որ կնիկները ձեռտված չէր, կնիկված վիճակում պահվում էր նույթը։ Իմ կարծիքով ավելորդ անգամ փորձաքննություն իրականացնելու հանգամանք չկար։ Ֆինանսների նախարարության նախաբաց թողումային հսկողության վարչության աշխատակիցների պատմածով մեքենան, որով փորձ է արվել տեղափոխել թմրանյութը, իրենց հսկողության տակ է եղել դեռևս 2013 թվականի դեկտեմբերին։ Հատելով հայ-իրանական սահմանը, բեռնատարը 20 օր անց վերադարձել էր Հայաստան դատարկ։ Մաքսանենգները վստահ էին, որ դատարկ բեռնատարը չի ենթարկվի զննման, քանի որ մեր կողմից մեքենան դրված էր խիստ հսկողության, մեքենան կրկին անգամ ենթարկվեց ռենտգեն զննման եւ համադրելով 3 լուսապատճենները պարզ դարձավ, որ մեքենայի հատակային մասում արկա է օտար մարմին։ Այն, որ առգրավվածը թմրամիջոց է, պետք էր ապացուցել, ինչն էլ իրականացրեց Հայաստանի փորձաքննությունների ազգային բյուրոն, որն արդեն այդ ժամանակ համալրված էր եվրոպական բարձրակարգ սարքավորումներով։ Հետազոտությունը կատարվել է մեր լաբորատորիայում եւ միանշանակ տրվել է մեր կողմից եզրակացություն, որ սույն նյութը հանդիսանում է հերոին տեսակի թմրամիջոց։ Այս խմբականակը աննախադեպ էր ոչ միայն մաքսային ծառայության պրակտիկայում, այլ ողջ տարածաշրջանում։ Մոտ կես ժամ եւ եվրոպական շուկայում մոտ կես միլիարդ եվրո արժողությամբ թմրամիջոցը ցեմենտի գործարանի հնոցում վերածվեց այրվող անուրջների։ Հայկ Հովհաննիսյան, Արտակ Ղևոնդյան, Առաջին ալիք։